UNICEF-ը և Հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում են։ Շատ հաճախ իմ և այլ ծնողների մոտ նկատում եմ դաստիարակության մասով երկատվածություն, այսինքն հին և նոր տիպի դաստիարակությունների մասին է խոսքը։ Եվ որ երկու ծնողների մեջ պատահում է, որ տարբեր կարծիքներ ա լինում, այդ երեխաների համար շատ փաստացական արդյունք կարող է տա։ Շատերս հաճախ լսում ենք, եթե բավական խիստ չլինես, երեխան գլխիդ կնստի արտահայտություն է։ Ես հիմա արդեն 3 երեխա ունենալուց հետո կարող եմ ասել, որ դա հստակ միֆ է։ Անձնապես ինձ համար շատ կարևոր է, որ իմ երեխան ինձանից հեռու լինելով հանդերձ վստահ լինի, որ ես ունենալու եմ նույն վերաբերմունքը, օրինակ քննարկելու եմ իր հետ, խոսելու եմ, ինչ էլ որ լինի։ Ժամանակակից ծնողները հաճախ են ընկնում ծայրահեղությունների գիրկը։ Մեկ դու ազատատենչ ու հանդուրժող ես, մեկ չափազանց խիստ ու անդրդվելի։ Կարելի է ենթադրել, որ սա միլենիալներից բնորոշ երկատվածություն է, քանի որ մեզ հետ մեր ծնողները եղել են խիստ, բայց մենք հասցրել ենք նաև յուրացնել նոր դարաշրջանի փոփոխությունները։ Եվ ահա, երբ ամեն ինչ լավ է, մենք ժամանակակից ենք, երբ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, մենք մի քիչ նահապետական ենք։ Ինչպես սահմանել դաստիարակության կանոններ, սահմաններ ու մարտավարություններ և անձամբ չխախտել դրանք, կքննարկենք ծնողական ժողովում, միացեք։ Բարև ձեզ, հարգելի ծնողներ, ուրախ եմ շատ տեսնել ձեզ ծնողական ժողովում։ Մենք հրավիրել ենք այսօր մեր հաղորդմանը մասնակցելու նաև հոգեբան Տաթևիկ Աբրահամյանին։ Մենք նրան առայժմ չենք տեսնում, իսկ նա մեզ տեսնում է փորձագետի սենյակից ու հնարավորություն կունենա մեկնաբանություններ տալ մեր արտահայտած մտքերին։ Հետո կմիանամ ես ու համատեղ քննարկում էլ կծավալենք։ Ինչպես իմ բացման խոսքում արդեն ասացի, մեր սերնդի ծնողները կարծես թե իրենց մոտեցումներում մի փոքր երկատված են, որովհետև մեզ դաստիարակել են այլ մոտեցումներով, այլ փիլիսոփայությամբ, իսկ մենք հիմա տեսնում ենք աշխարհի մոտեցումները, ընթերցում ենք համապատասխան գրականություն, լսում ենք մասնագետների ու կարծես թե մեր մոտեցումներում կիրառում ենք երկակի ստանդարտներ։ Դուք որպես ծնող նկատում եք այս երևույթը ձեր ծնողավարման մեթոդներում, Տաթև, խնդրեմ։ Անկեղծ ասած, առաջին 2 երեխաներից դեպքում չէի նկատում, այնտեղ շատ ավելի հեշտ էր սահմանները պահել, որոշված կանոնները գործում էին և ամեն շատ ավելի լավ էր, բայց երրորդը երբ որ ծնվեց և տանը կային արդեն 2 մեծ քույրեր, բոլոր սահմանները խախտվեցին, այսինքն օրինակ, չգիտեմ, սկսած նրանից, որ ինչ-որ մի բան, եթե պետքա դադարացնենք և անցնենք այլ գործողության, խաղը թողնենք, որտեղ գնում ենք լողանալու, արդեն ժամն է պետքա քնենք եւ այլն, երրորդի պարագայում համարյա ոչ մի բանը չի աշխատում, միջև մեծերը ավելի շուտ են անում, քան ինքը, բայց իրականում ես միևնույն ամենասկզբից համոզված եմ եղել, որ կարևոր են ինչ-որ սահմանները երեխաների համար, հա, թե ժամերի առումով, թե, չգիտեմ, ժամանցի առումով, իրենց շատ ավելի հստակություն է տալիս եւ շատ ավելի մեծ շփումն է հեշտանում, երբ որ ոնց որ պարզ լինի ամեն ինչ մեր մեջ ավելի, այո, ամեն ինչ։ Ինչքան մեծանում ենք, այնքան ավելի դառնում ենք նախորդ սերնդի նման երևի, որտեղ միևնույն մեր մեջ կա դաստիարակությունը, կրողներն ենք։ Լսեցի ձեր կարծիքը այն մասին, որ ասում եք պետք է երկատվածություն չլինի, պետք է մենք հաստատուն լինենք մեր մոտեցումներում։ Հիմա փորձենք հասկանալ ինչ է նշանակում հաստատուն լինել եւ վերջապես ինչպես կան իրավիճակներ, երբ այո, մենք հանձնվում ենք, կան իրավիճակներ, երբ մենք փոխում ենք մեր ստանդարտ մոտեցումը։ Եթե շատ մեղմ ձևով, բացատրելով երեխուն, եթե նկատվում է, որ ասենք ինքը չարությունը կամ այդ սխալը, որ անում է շարունակում է, ես կարողանում եմ նաև ճիշտ գտնել ոչ թե շատ խիստ ասելով, որ ասենք խփել երեխուն կամ, բայց պարզապես թոնի մեջ լինի տարբերություն իրեն համար, որ ասենք նայրի մեր աղջկան մոտ այդ տարբերությունը զգում եմ եւ որ մի բան անում ան, մեմ խոսում եմ, երկրորդը նորից եմ խոսում, իրեն արտահայտությունը իմ հանդեպ սենց շատ հանգիստ է լինում, բայց երբ որ մեկը երրորդ անգամն է անում ու մի քիչ ես իմ տոնը շատ թեթև փոխում եմ, բայց այդ արդեն իրեն դարիքի համապատասխան պապաս հիմա խիստ է, մի քիչ պետք է ավելի լուրջ վերաբերվել այդ դեպքում։
Նման վարքերի դեպքում շատ կարևոր է լինում նաև կենտրոնանալ այն բանի վրա, թե երեխաները ինչու են այդ վարքը ցուցաբերում։ Այսինքն մենք 2-3 անգամ արձագանքում ենք, երեխան միևնույն է շարունակում է նմանատիպ վարք ցուցաբերել։ Շատ կարևոր կլինի օրինակ քննարկել, խոսել, պատկերացնել, թե վարքի աղբյուրը որն է, այսինքն երեխան ուղղակի չի կրկնում ինչ-որ բաներ, երեխաները սովորաբար որևէ մի բանով ուզում են արձագանքել կամ ինչ-որ կանչ է իրենց մոտ, որ այս նման վարք ինչ-որ բանի համար է, ցնողական ուշադրության համար, հույզերը արտահայտելու, բայց ուշադիր լինենք այդ պահը բաց չթողնելու համար։ Կարծում եմ բոլորը համակարծիք են, որ պետք է միասնական ու միանման մոտեցումներ լինեն ամուսնական զույգի մոտ, քանի որ առիթ ունենք ձեզ միասին հյուրընկալելու, ուզում եմ հարցնել, որքանով է հաջողվում այդ երկխոսությունը զույգի ներսում, ծնողական մարտավարությունները որոշելու հարցում։ Սկզբում շատ միակարծիք էինք ցանկացած հարցի շուրջ, որտեվ հիմնականում ամեն ինչ ողողված էր սիրո ու հոգատարության գուրգուրանքի մեջ, բայց հիմա երբ որ Նայիրին արդեն իր բնավորության հստակ սահմաններն է դնում, մենք էլ մեր բնավորության սահմաններին համապատասխան լինում է հաճախ, որ տարբեր կարծիքներ ենք ունենում։ Այս պարագայում եթե դա շատ տարբերվում է լրիվ այլ կարծիքներ են, մեզանից ինչ որ մեկն է այդ բանը խոսում, հիմնականում ես կարծում եմ, որ պետքա մաման խոսա։ Հետո արդեն ես եւ Ռոբերտը առանձին քննարկում ենք այդ հարցը, փորձում ենք գտնել որը ավելի ճիշտ կլինի իր համար, ցույց չտանք, որ այդ պահին մենք լրիվ տարբեր կարծիքներ ունենք, եւ ինքը հաստատ հետագայում օգտագործելու է, հասկանալու է, որ մեկը սա իրան ավելի ձեռ տանից, ձեռնտու մանիպուլյացիաների գնալ։ Այո։ Աստղիկ, փորձենք հասկանալ, արդյոք տեսականորեն կամ պրակտիկ առումով առհասարակ հնարավոր է միշտ լինել նույն կարծիքին, միշտ տարբեր իրավիճակներում հավատարիմ մնալ նույն սկզբունքներին։ Եթե ծնողը պրոֆեսիոնալ հոգեբան չէ, երբեք չի կարող միշտ ճիշտ վարվել իր երեխայի հետ, միշտ ունենալ պրոֆեսիոնալ հոգեբան, ով Այո, միգուցե իրեն մոտ հաջողում է դա, բայց մենք հասարակ ոչ հոգեբաններս, որպես ծնող, երբեք չենք կարող ամբողջ այդ ընթացքը կոնտրոլի տակ պահել, եւ դա իմ կարծիքով նաեւ մի քիչ արհեստական կլինի կամ պիտի գեր ինքնատիրապետում ունենաս, չէ՞ որ մենք արտաքին միջավայրի փոփոխություններին անդադար ենթարկվում ենք եւ նաեւ այո, ինչ որ չափ պահում ենք մեր ընտանիքը արտաքին միջավայրի այդ հարվածներից եւ այո, մեր նյարդերը տեղի են տալու։ Էնպես որ բոլորը կարող են հանգիստ լինել, բոլորս մարդ ենք եւ շատ հաճախ սխալվում ենք, բայց օրինակ ես ունեմ մի կանոն։ Միշտ իմ սխալը իմ երեխայի մոտ շեշտում եմ, որ այո, ես ջղայնացա, որովհետև այսօր էսպես էր, այն օրը այնպես էր, միշտ խոսեք երեխայի հետ, որովհետև եթե հիշենք մեր մանկությունը, մեզ չէին բացատրում, թե ինչու գոռացին մեր վրա, ինչու էսպես վարվեցին, եւ այո, շատ մանկական տրավմաներ, շատ ինչ որ խնդիրներ, նաեւ ծնող եւ երեխա այդ բացատրությունից է, որ չի լինում։ Վստահեցնում եմ հոգեբաններն էլ միշտ չի որ կարողանում են դա վերահսկողության տակ պահել, շատ բնական է, որ ամենատարբեր բնական իրավիճակներում որպես ծնող մենք էլ արձագանքելու ենք այնպես, ինչպես հաճախ իրավիճակը ստիպում է, ուղղակի պահպանում ենք մեր հստակությունը եւ այո, շատ ճիշտ է մատնանշում Աստղիկը, եթե մենք սխալ ենք անում, շատ հանգիստ երեխայի հետ քննարկում ենք եւ կարող ենք ներողություն խնդրել դրա համար, որպեսզի երեխայի համար պարզ լինի, որ նմանատիպ իրավիճակում ծնողը այլ կերպ վարվեց եւ դրա պատճառները։ Լսում եմ մեզ ու մտածում, հավանաբար երբ ծնողը լողում է կասկածի ու վստահության, մեղավորության ու պարտքի զգացումների, մեղմության ու խստության միջև, երեխան էլ խճճվում է եւ ունենում է լարվածության չլքող զգացում, քանի որ չի կարողանում կանխատեսել ծնողի արձագանքները։ Վերությունը երկուսի համար էլ վատ է։ Գուցե պետք է, որ մենք մեզ հետ լինենք անկեղծ ու ասենք. ես այսպիսի մարդ եմ, սրանք են իմ ծնողավարման սկզբունքները, ինձ համար արժեք է սա։ Հնարավոր է մեկ-մեկ էլ կշեղվեմ իմ բռնած գծից, բայց ոչ ոք չի արգելում ընդունել սխալս ու աշխատել դրա վրա։ Ծնողավարման ոճերի ու համոզմունքների մասին առանցքային մի քանի հարց ենք տվել մեր երկրի տարբեր քաղաքների ու գյուղերի բնակիչներին։ Լսենք նրանց։ Հիմնականում հետևում եմ ծնողներից դաստիարակման մեթոդներին, բայց դրա մեջ նաև դնում եմ նոր մոտեցումները ժամանակին համապատասխան։ Դաստիարակում եմ իմ նոր յուրօրինակ ոճով։ Իսկ ո՞րն է ձեր նոր յուրօրինակ ոճը։ Ավելի շատ ազատություն եմ տալիս, ավելի շատ իմ մեթոդով, քան ծնողների։ Իսկ օրինակ ո՞րն է ձեր մեթոդը դաստիարակման։ Ավելի մի քիչ հավասար է, այսինքն ես իր հետ շփվում եմ ոնց որ հասուն մարդ, բայց չափը պահում եմ,
հետևում եմ մեր ծնողների, մեր պապերի դաստիարակման մեթոդներին։ Ոչ անիկ, ավելի, ասեմ, ոսկե միջինը գվերցնես, փորձես երեխուն մեծացնես։ Ծնողներս օրինակին։ Հին մեթոդներով, հին դաստիարակչական ձևերով, որովհետև հիմա մտածում եմ, հիմա ազատությունը շատ է երեխեքին տրված, ու այդ ազատությունը երեխեքը օգտագործելով շատ սխալ քայլեր են անում։ Երևի թե իմ նոր յուրօրինակ ոճով, որը ծնողներից կողմից երբեմն այդքան էլ ընդունելի չի լինում։ Իսկ ո՞րն է ձեր յուրօրինակ ոճը։ Գնալ երեխայի սկզբունքներով երևի, ոչ միայն իմ, որ ինքն էլ իր կարծիքն ու տեսանկյունը ունենա։ Այնտեղ որտեղ կա խնդրում եմ բառը, ուրեմն սիրող։ Կարծում եմ թույլ մարդը կարող ասել, խնդրում եմ հասկացիր։ Երեխան չի տարբերում այդ տարիքում։ Թույլ։ Ինչու՞։ Ինչու, որովհետև ծնողը ինքը խնդրում եմ ասելով, ինքը օրինակ չի հանդիսանում, այլ իրեն ցած է դասում երեխայից, որպեսզի երեխան ինքը իշխանությունը իր ձեռքը վերցնի կառավարման։ Սիրող մարդու։ Սիրող, երևի։ Ինչու։ Դե որ իր զգացմունքները հաշվի է առնում, չի բարկանում, փորձում է ավելի հանգիստ ձևով բացատրի, որպեսզի երեխային էլ երևի ստրեսի չի ենթարկի։ Նմանատիպ արդյունքի սպասել, նրանք եւս գոռալու են, որովհետեւ կրկնօրինակում են ձեր վարքը։ Նույնը, որ երեխան էլ կգոռա, եթե դու գոռալով ես խոսում, ինքն էլ է գոռալով խոսում։ Վատ արդյունքներ պետք է սպասել, ճիշտ է, դա առնչվում է բոլորիս հետ, բոլորիս առօրյայում է լինում նմանատիպ բաներ, որովհետև լինում են դեպքեր, երբ ինքներս մենք չենք կարող կառավարել, բայց դա վատ կանրադառնա իմ կարծիքով։ Սպասել այն արդյունքին, որ երեխան էլ քեզ է այդպես վերաբերվելու։ Անպայման գոռալու է։ Երեխան կրկնելու է այն, ինչ որ անում է ծնողը։ Այդպես հին խոսք կա, չէ, որ ասում են մի դաստիարակեք երեխաներին, դաստիարակեք ինքներդ ձեզ, երեխաները մեծանում են ու ձեզ են։ Ուստի լավ արդյունքի չի բերի։ Եթե երեխային սովորացնում ես, որ տվյալ արարքները չի կարելի անել, բայց ինքը տենում է, որ իր ծնողները, մայրը կամ հայրը իրար հետ ինչ որ կոնֆլիկտների մեջ են հաճախ լինում կամ իրար չեն հասկանում, եւ նույնն է ինքը ընդօրինակում է այդ ամեն ինչը։ Վերջին տարիներին շատ ենք լսում դրական ծնողավարության մասին, բայց հաճախ ծնողները հավասարության նշան են դնում դրական ծնողավարության եւ ամենաթողության միջև։ Ինչ է իրականում դրական ծնողավարությունը եւ ինչպես է այն օգնում երեխային դառնալ կարգապահ, հոգեպես կայուն մարդ։ Ծնողական ժողովին միացել է հոգեբան Տաթևիկ Աբրահամյանը, բարև ձեզ Տաթևիկ։ Խնդրում եմ օգնեք մեզ հասկանալ ինչ է դրական ծնողավարությունը։ Դրական ծնողավարությունը նախ եւ առաջ ծնող երեխա արդյունավետ փոխհարաբերություններ ստեղծելու, կազմակերպելու հնարքները, միջոցները, ձևերն են։ Երբ խոսում ենք դրական ծնողավարման մասին, խոսքը գնում է հավասարակշռության պահպանման մասին, երբ մենք եւ թույլ ենք տալիս երեխային լինել ազատ, հնարավորություն ենք տալիս, որ երեխան կարողանա կատարել ընտրություն, երեխան կարողանա իր կյանքը ինքնուրույն ուղղորդել, միևնույն ժամանակ որպես մեծահասակ ով ունի ավելի շատ կյանքի փորձառություն, ով որ կարող է ուղղորդել իր փոքր խորհուրդներով, կարող է այնպես անել, որ երեխան ավելի բացասական իրավիճակներում չլինել, ինքը լինում է երեխայի կողքին այդ գործիքակազմով։ Երբ որ խոսում ենք դրական ծնողավարման մասին, դա այն է, որ մենք երեխային տալիս ենք սահմաններ, գործելու, լինելու ինքնուրույն, միևնույն ժամանակ իրեն փորձում ենք ուղղորդել։ Այն ծնողներին, ովքեր իրենց մոտեցումներում ավելի մեղմ են, ավելի հանդուրժող են, շատ հաճախ կողքից եւ հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչները կարող են ասել, որ եթե արգելքներ չսահմանես ու չպատժես երեխային, նա գլխիդ կնստի։ Այսինքն մեզ միշտ նաեւ հանդիմանում են, եթե մի փոքր թույլատրում ենք վերահսկողությունը կամ մեր մոտեցումներում առհասարակ մեղմ ենք, արդյոք այս մտավախությունը իրականության հետ կապ ունի։ Իրականության հետ կապ չունի այնքանով, որ եթե մենք ունենում ենք բավականին մշակված արձագանքման համակարգ որպես ծնող, երեխաները շատ հակված են դրան հետևելու։ Ոչ մի երեխա ցանկություն չունի միանգամից իրեն վատ պահելու։ Վատ վարքը կանոններին չենթարկվել, ինքը միշտ արձագանք է երեխայի կողմից ծնողին, որ կամ այնպես չես ասում, կամ այն բանը չես սահմանափակում, որը պիտի սահմանափակես ու որպես ծնող այստեղ կարելի է ուշադրություն դարձնել ինչին է հակադրվում երեխան։ Սովորաբար երեխաները չեն հակադրվում ամեն ինչին, իրենք չեն ասում, ես չեմ ուզում կանոնին ենթարկվել։ Իրենք ընտրում են մի կետ, որը իրենց նեղություն է պատճառում որևէ սահմաններում եւ սովորաբար դրան են արձագանքում երեխաները։
Երևի այստեղ այդ թուլացնելու, ուժեղացնելու մասն էլ ծնողների մոտ շատ հաճախ թյուրըմբռնում է լինում, որովհետև մենք չունենք այդ ավելի ուժեղ կանոններ, ավելի ուժեղ բացասական արձագանքներ կամ ավելի թույլ արձագանքներ։ Մենք ունենք հստակ պայման։ Մենք գիտենք, որ մեր ընտանիքում վատ բառեր չեն ասում։ Վատ բառերին միշտ տրվում է նույնատիպ արձագանք բոլոր իրավիճակներում։ Մենք կլինենք խորաքրոջ տանը, կլինենք հարևանի տանը բակում, թե մեր տանը սենյակում իրար հետ նստած։ Շատ հստակ նույն ձևով, նույն տոնայնությամբ լինում է արձագանքը։ Ու վստահեցնում եմ, որ բարձր ձայնով ասելը, գոռալը կամ հարվածելը երեխային չի բերելու նրան, որ երեխան ավելի ենթարկվող է լինելու։ Բերելու նրան, որ ավելի վախեցող է լինելու, սա միանշանակ, բայց շատ կարճ ժամանակի համար։ Իսկ հիմա պետք է խոսենք կարգապահության, թույլատրելի ու անթույլատրելի սահմանների մասին, բայց այս քննարկումը ծավալելու համար պետք է միանանք ծնողներին, խնդրում եմ տեղափոխել այս հատվածը։ Եվ այսպես, հարգելի ծնողներ, մենք շարունակում ենք։ Կարծում եմ տեսել եք արդեն, ձեր առջև սեղանին դրված են վահանակներ, որովհետև մենք պետք է խաղ խաղանք։ Պետք է խնդրեմ վերցնեք վահանակները ու նախապատրաստվեք խաղալու։ Ունենք մի քանի հարց, որոնց դուք կարձագանքեք վահանակների միջոցով, իսկ Տաթևիկը կպատասխանի, կմեկնաբանի իր մասնագիտական տեսանկյունից որպես հոգեբան։ Եվ այսպես, երբ չունես բացատրելու ժամանակ եւ ցանկություն, պարզապես ասա, արա, որովհետեւ ես եմ ասում։ Ժամանակ իրականում գրեթե երբեք ոչ ոք չունի, բայց սա լավագույն մոտեցումը չէ եւ ծնողները միակարծիք են։ Արա, այնպես ինչպես ես եմ ասում, տարբերակը գրեթե ոչ մի պարագայում չի աշխատում, եթե մենք դա չենք ասում շատ դիրեկտիվ տարբերակով, ճնշող տարբերակով, որ ուղղակի այդպես պետք է անես, որովհետև օգտագործում իմ ծնողական հեղինակությունը ինքը արդյունավետ չէ, չի սովորեցնում որևէ բան երեխային, արդյունքում ուղղակի ստացվում է այնպես, որ ավելի ենթարկվող երեխաները կսկսեն հետևել կողքինների արձագանքներին, միայն դա որպես ելք կարող ենք ունենալ, որևէ պարագայում օգտակար ու արդյունավետ երեխայի վարքի համար չի կարող լինել նմանատիպ արձագանքը։ Եթե բացառում ենք նման ձևակերպումները եւ մեր պարտադրանքը, բայց այնուամենայնիվ ուզում ենք կարգապահություն ձևավորել, ինչպես անենք դա։ Կախված իրավիճակից ինչ է անում երեխան, տվյալ պահին արձագանքում ենք հենց իր վարքին, որ հասկանում եմ, գիտեմ շատ ես ուզում դա անել, պայմանավորվել ենք, խոսել ենք, գիտես կանոնները, համաձայն այս իրավիճակի պայմանների, մենք դա հիմա անել չենք կարողանա, եթե խոսքը չի գնում երեխայի անվտանգության մասին, կան իրավիճակներ, որտեղ մենք պարզապես ֆիզիկապես երեխային հեռացնում ենք առանց երկար բացատրությունների, բայց մնացած բոլոր դեպքերում մենք միշտ պիտի տանք հուզական արձագանք երեխային ու հետո տանք հստակ սահմանափակումը, թե ինչի համար էր այդ գործունեությունը սահմանափակվել։ Այսինքն տվյալ պահին, երբ ինչ-որ քրիտիկական բան է տեղի ունեցել, չենք կարող սկսել դաստիարակչական գործընթաց, պետք է դադարվեցնել։ Եթե կա իրավիճակ, երբ որ օրինակ երեխան որևէ երկաթե լարով գնում է դեպի վարդակը եւ հեսա մտցնելու է ներս, բնականաբար այդ պահին երկար մտածելու ժամանակ չունենք, մենք ուղղակի ֆիզիկապես շատ արագ իրեն հեռացնում ենք, հետո բացատրում ենք, թե ինչ կարող էր տեղի ունենալ։ Վստահաբար նմանատիպ իրավիճակները լինում են ավելի քիչ, դրա համար մենք հստակ բառային արձագանքը պետք է մեր համար մշակված ունենանք նաեւ։ Շատ լավ, հաջորդ պնդումը հետևյալն է. երբ երեխան լաց է լինում, փորձիր հասկանալ պատճառը, մի շտապիր ասել լաց մի եղիր։ Այստեղ միջանկյալ հարցեր ունեմ, ինչու է կարևոր զգալ, հասկանալ ու հաշվի նստել երեխայի հույզերի հետ։ Որտեղ հույզերը երեխայի անձի կառույցի մեջ իր յուրահատկությունները բնութագրող կողմն են, շատ հաճախ ստացվում է այնպես, երբ որ մենք սահմանափակում ենք հույզերը, մենք ունենում ենք ռոբոտացված անհատ, ով որ ուղղակի հետևում է արձագանքներին, որոնք կողքից գալիս են։ Հուզականությունը կյանք է տալիս երեխային, հուզականությունը համուհոտ է դնում իր արձագանքների մեջ, երբ մենք սահմանափակում ենք երեխայի հուզականությունը, ստացվում է այնպես, որ արտահայտման որևէ տարբերակ այդ երեխան չունի, բացի նրանից, որ ուղղակի արձագանքի պատասխանի նրան ինչ որ իրեն հարցրել են, ինքը չի կարող իր ռեակցիան տալ։ Բացի դրանից հուզական արձագանքը երեխայի բնականon պահանջն է։ Իրենք ուղղակի հուզական են, իրենք կարող են ցանկացած բանի մասին խոսել հույզերով։ Իսկ սոցիալիզացիայի հետ հուզականությունը սկսում է ավելի պակասել, մենք ավելի ռացիոնալ արձագանքներ ենք տալիս որպես մեծահասակ, բայց երեխաների խոսքի ձևը հույզն է։ Թե զրկում ենք դրանից, զրկում ենք արտահայտվելու հնարավորությունից։ Հաջորդ պնդումը այսպիսին է. շիկացած պահերին, երբ տեսնում ես, որ քո ու երեխայիդ ուժերը սպառվել են, վերցրու դադար։
Ինչ եք կարծում, ճիշտ է թե սխալ այս մտածումը։ Կարծում եմ այստեղ երկու կարծիք չկա, գոնե ներկա ծնողների շրջանում, ինչու է կարևոր ինքնավերահսկողությունը, այսպես ձևակերպենք։ Որովհետև գերհուզական պահերին, որպես ծնող մենք տալիս ենք սխալ արձագանքներ։ Բնականաբար բոլորս մարդ ենք ու մենք էլ զերծ չենք հույզերից, եթե ասում ենք երեխաներին են բնորոշ, մեծահասակներին չենք սահմանափակում, մենք էլ կարող ենք ունենալ շատ բուռն հուզականություն, բայց մեծահասակ երեխա հարաբերակցության ժամանակ մեծահասակը ունի այդ առավելությունը կառավարել սեփական հույզերը, երեխան չունի։ Երբ մենք տրվում ենք մեր հույզերին ու սկսում ենք ավել բղավել կամ բարկանալ, վատ բաներ ասել, երբեմն նաև հարվածել կան ծնողներ, արդյունքում ստացվում է այնպես, որ մենք ոչ երեխային ենք լսում, ոչ մեր ասելիքն ենք կարողանում միջև վերջ ասել ու ուղղակի լինում է վիճաբանություն, ուղղակի լինում են շատ բացասական հույզեր, որոնք ոչնչով մեզ օգնել չեն կարող այդ իրավիճակում։ Դրա համար դադար վերցնելը, գնալ կողքի սենյակ, դուրս գալ տնից, եթե հնարավորությունը այդ պահին ունենք, միշտ օգնող տարբերակներ է լինում։ Բայց ես միշտ նաև նշում եմ այն մասին, երբ որ վերադառնում ենք, մենք վերադառնում ենք այդ խոսակցությանը։ Մենք չենք կորցնում խոսակցությունը։ Հետ ենք գալիս ու նորից արձագանքում ենք, թե ինչ տեղի ունեցավ։ Երբ երեխային թողնում ենք այս շիկացած իրավիճակում, մենակ իր մտքերի, իր էմոցիաների հետ ու մենք ֆիզիկապես հեռանում ենք, մենք երեխային ավելի շատ ցավ չենք պատճառում դրանով։ Բնականաբար չենք ուղակի դուռը փակում եւ դուրս գալիս տարածքից, սովորաբար միշտ լինում է արձագանք այն մասին, որ այս պահին ես շատ հիմա բարկացած եմ ու կարծես մենք իրար չենք լսում, դրա համար այստեղ դադարեցնում ենք խոսակցությունը, ես կլինեմ կողքի սենյակում կամ կլինեմ միջանցքում կամ ինչ որ միտեղ տարածքում, բայց ոչ երեխայի հետ անմիջականորեն այնտեղում որտեղ ինքն է, քանի որ այդ խոսակցությունը շարունակվելու է, իսկ մեզ համար կարևոր է որ ընդհատվի այդ խոսակցությունը հուզական տոների վրա, հետո նորից կվերադառնանք այդ քննարկմանը, բայց արձագանք տալիս ենք, մենք ուղղակի չենք հեռանում։ Շատ լավ, եւս մեկ հարց ունենք, հարգելի ծնողներ, հետաքրքիր է ձեր մոտեցումը։ Երեխայի ինձ համար անընդունելի պահվածքի մեղավորը հենց երեխան է։ Իմ արձագանքի ձևը նրա վարքի հետ ոչ մի կապ չունի։ Բոլորը ասում են սխալ է։ Այո, սխալ է, որտեվ երեխայի վարքի պատճառը երեխան չի կարող լինել, երեխայի վարքը արձագանք է, պատասխան նրան, թե ինչ է տեղի ունենում իր միջավայրում, ինք ուղղակի արձագանքում է, արձագանքման ձևը այդպիսինն է։ Եթե մինչև այդ սովորեցրել ենք ինչպես արձագանքել, ինքը կարձագանքի ավելի ընդունելի տարբերակով, եթե չենք սովորեցրել, անում է այնպես, ինչպես տվյալ պահին իրեն հույզերը թելադրում են։ Մեր արձագանքը երեխայի վարքի մասին պիտի լինի, ոչ երեխայի անձի մասին, բայց բացասական վարքի մեջ միշտ կարևոր է հասկանալ ինչ տեղի ունեցավ իր հետ։ Մենք չենք կարող ասել դու մեղավոր ես եւ թեման փակված է դրա վրա։ Անկեղծ լինենք, իրականությունից չհեռանանք, հարգելի ծնողներ, մենք այո, կարող ենք երեխային տալ որոշակի կանոններ, այսպես ասենք, ճանապարհային քարտեզ, որով ուզում ենք, որ նա շարժվի ու ձևավորվեն մեր ու նրա հարաբերությունները, նրա ու աշխարհի հարաբերությունները, բայց երեխան կարող է չպահել այդ մեր պայմանավորվածությունները, շեղվել, մոռանալ, մեր պայմանավորվածություններին հակառակ գործել։ Այստեղ խնդրում եմ օգնեք մեզ հասկանալ մեր վերաբերմունքը, մեր հակազդումը, արդյոք դա պետք է լինի պատիժը, այսպես կոչված սանկցիաների մեխանիզմը։ Արդյոք դա պետք է լինի բուռն արձագանքը հենց նրան, որ չէ որ պայմանավորվել էինք, կարծես թե դա պետք է լիներ երաշխիք իդեալական վարքի։ Մենք միշտ պահում ենք այն ինչի մասին, որ ասում ենք որպես մեծահասակ, մենք արդյոք միշտ ու բոլոր իրավիճակներում հետևում ենք կանոններին ու պայմաններին, որոնք մեր առջև դրված են, ակնհայտորեն ոչ, բնականաբար չենք էլ հետևում։ Նույնը անում են երեխաները ու երեխաները հաճախ կարիք ունեն մեծահասակի, ով իր կողքին է լինելու, հենց հիշեցնելու համար, որ մենք դրա մասին խոսել էինք իրար հետ։ Այո, ինքը խախտելու է, որովհետև երեխաները կարիք ունեն նաև ուսումնասիրելու ձեր եւ միջավայրի սահմանները, հասկանալու թույլատրելի ամենավերջին կետը որտեղ է ու օգտագործեն այդ հնարավորությունները։ Երեխաները բացահայտում են աշխարհը, բացահայտում են մարդկանց ու ամեն անգամ տարբեր ձևերով են փորձելու մեր սահմանը զգալ, հասկանալ։ Մի օր լացով, մի օր բարկանալով, մի օր մենակ սենյակում մեկուսանալով, մի օր
հակառակ վարք ցույց տալով ու բոլոր իրավիճակները, երբ որ խոսեցինք հաստատունության ու հետևողականության մասին, ենթադրում են ծնողի կողմից այս կայունությունը, որ ամեն անգամ շատ համբերատար տարբերակով մենք բացատրում ենք երեխային ինչի մասին էր պայմանը, ինչի մասին էր կանոնը, ինչու տվյալ պահին մենք իրեն բացասական արձագանք տվեցինք, ինչու սահմանափակումը դրեցինք, որ երեխան պատկերացնի, որ տվյալ սահմանափակումը ոչ թե այս հենց կոնկրետ տվյալ իրավիճակի մասին էր, այլ առհասարակ վարքաձև էր, ինչպես նշեցիք, մենք ուզում ենք, որ իրենք ինչ որ ձևով ձևավորվեն, ինչ որ ուղղություն ընտրեն, որպեսզի հասկանան ուղղությունը, պետք է հասկանան կարելի ու չի կարելի սահմանները։ Շնորհակալ եմ Տաթևիկ, որ ընդունել եք մեր հրավերը ու միացել եք այսօր ծնողական ժողովին։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Այն ինչի մասին խոսում էինք մինչ այս պահը միանգամայն իրագործելի է, թեև կա մի բայց, որի մասին կխոսենք մեր հաջորդ հյուրի հետ։ Երեխայի դաստիարակությունը ծնողների համոզմունքների, արժեհամակարգի ու այդ բոլորը երեխային փոխանցելու ձևերի շաղախն է։ Հրաշալի է, երբ ընտանիք են կազմում մարդիկ, որոնց համոզմունքները, արժեհամակարգն ու ծնողավարության ձևերը համընկնում են, իսկ եթե ոչ, թեման քննարկելու համար ծնողական ժողովի ենք հրավիրել հոգեբան Շուշաննա Հասասյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչ հետևանքներով է հղի իրավիճակը, երբ ընտանիքում մոտեցումները երեխայի դաստիարակությանը վերաբերող ոչ միայն հակասական են, այլև մարտնչող։ Ինչի կարող է հանգեցնել երեխան, եթե լսի մի իրավիճակի հետ կապված երկու տարբեր մոտեցումներ, օրինակ ամենատարածված օրինակներից տուն, տանը կա բազմոց, բազմոցին հաճելի է ցատկոտել եւ մայրիկն ասում է չցատկոտես բազմոցին, որովհետեւ կընկնես, գլուխդ կվնասես եւ հայրիկն ասում է չես կարող նրան ամենուրեք պաշտպանել ամեն ինչից, պետք է մի հատ էլ թռնի, մի հատ էլ ընկնի, մի տեղ էլ ցավա, եւ դա դասական իրավիճակ է, հա։ Ինչ է լսում երեխան։ Երեխան լսում է, որ մի վարքաձևի հետ կապված, որը իրեն հաճույք է պատճառում, իսկ երեխան սիրում է հաճելի գործընթացներ, կա երկու մոտեցում։ Ուստի առաջնային ու կարևոր է որոշում կայացնել տարբեր իրավիճակների մասով մենք ինչ դիրքորոշում ենք ունենալու եւ շատ ցանկալի է, որ եթե դրանք երեխայի կյանքի անվտանգության, ամբողջականության, հոգեկան առողջության վերաբերվող հարցեր են, այդ հարցերում լինել համակարծիք, որովհետեւ մի ուրիշ բան էլ կա, ծնողները հաճախ վախենում են, որ եթե սահմանափակեն, չանեն այնպես, ինչպես երեխան է ուզում, բա ինձ չի սիրի երեխան։ Ու այդպես ինչ որ միավորներ են հավաքում իրարից, թե ում ավելի շատ կսիրի, ով է ավելի շատ բան թույլ տալիս երեխային անել, որը բնականաբար շատ վատ հետևանքների է հանգեցնում հասուն տարիքում, այսպիսի մարդիկ իրենք էլ իրենց սահմանները լավ չեն ճանաչում եւ չեն կարողանում դիմացինի հետ ճիշտ սահմաններ կառուցել։ Պես կարող է լինել, որ տարբեր մարդիկ օգտվեն այս մարդկանցից, ովքեր չգիտեն իրենց սահմանները, չեն ճանաչում դիմացինի սահմանները, ուղղակի մարդու համար դժվար կլինի լինել լիարժեք հասարակության անդամ։ Տեսեք, հնարավոր են իրավիճակներ, որտեղ ծնողները ունեն հակասական մոտեցումներ, հակադիր մոտեցումներ, բայց ունեն ցանկություն հատման կետեր գտնելու, միևնույն է մնալով իրենց կարծիքին։ Ինչպես կարող են դա անել։ Ինձ թվում է ցանկացած նմանատիպ իրավիճակում բանալին հաղորդակցումն է։ Ծնողները իրենց համար պետք է այդ հարցի պատասխանը իմանան եւ առաջնորդվեն հետեւյալ հարցով. Ես սա սահմանափակում եմ, որովհետև իմ վախերն են, իմ տագնապներն են, իմ կարիքներն են, թե ես դա անում եմ երեխայի գերագույն շահի համար։ Եվ կարծում եմ ծնողների մոտ հատման կետը միշտ երեխայի գերագույն շահը պետք է լինի։ Եթե այդ կետի շուրջ է հաղորդակցումը իրականացվում, հնարավոր է գալ կոմպրոմիսի։ Իսկ կոմպրոմիսը ենթադրում է Միքայել ես, Միքայել դու, որ կետում է, որ տեղում է, որ մենք իրար հետ ունենք համաձայնություն։ Օրինակի համար տանը բազմոցին չի կարելի ցատկոտել, բայց դու պատրաստ ես, եթե օրինակ ուզում ես, որ երեխան կոփվի, ցատկոտի եւ հասկանա ինչի մասին է նաեւ դա, պատրաստ է շաբաթական 3 անգամ նրան տանել բատուտ համապատասխան վայր, որտեղ կկարողանա ցատկոտել եւ իրեն հաճելի կլինի եւ դուք իրար հետ ժամանակ կանցկացնեք։ Այսինքն այսպիսի կոմպրոմիսների անընդհատ գալը ծնողների եւ մեծահասակների պարտականությունն է, ոչ թե երեխայի։ Երեխան չպետք է լուծի այն հարցը, հիմա այս իրավիճակում ում մոտ գնամ, որ ինձ թույլ տան անել այն, ինչ ես ուզում եմ անել։ Իսկ երեխան դա փորձելու է։ Եթե ընտանիքում կա շիկացած մթնոլորտ, լարված հարաբերություններ ընտանիքի տարբեր անդամների միջև, բայց շատ սիրելով երեխային մեծահասակները փորձում են հանուն երեխայի
կոմպրոմիսներ գտնել, լուծման եղանակներ գտնել եւ օրինակ, դուք բերում եք բազմոցի օրինակը եւ թույլ տալ, որ երեխան ցածկոտի բազմոցին, բայց ծնողները, չգիտեմ, շաբաթներով չխոսեն իրար հետ։ Արդյոք հնարավոր է մեծահասակների հարաբերությունները չպարզած ու չկարգավորած տալ երեխային միջավայր, որտեղ իր ցանկությունները ի կատար են ածվում։ Եվ արդյոք դա ճիշտ է։ Կարող է այնպիսի իրավիճակ լինել, որ ծնողները ինքնազոհությամբ որոշելով, որ դե երեխայիս համար եմ անում ինչ որ անում եմ, որոշեն միասին մնալ եւ փորձել հանուն երեխայի ձեռք բերել ինչ որ հարաբերություններ, որոնք որ կօգնեն մեծացնել նրան լիարժեք ընտանիքում, այսպես ասած, բայց լիարժեք ընտանիքը ներդաշնակ ընտանիքի գործոններից միայն մեկն է։ Ներդաշնակ ընտանիքը նաև ենթադրում է հաղորդակցում, ենթադրում է փոխհարգանք, ենթադրում է սեր, որոնք անպայման պետք է լինեն, որպեսզի երեխան իրեն ապահով զգա։ Իսկ երբ ընտանիքում կա լարվածություն, նրանք շատ լավ զգում են։ Օրինակ սեր չկա, ծնողների միջև հարգանք չկա, օրինակ ինչ որ վեճեր են տեղի ունենում, այսինքն այդ մոդելը եւ լարվածությունը միևնույն է փոխանցվում է երեխային։ Ու ինչ որ պահի դա դառնալու է նաեւ գործիք երեխայի համար, ինչ որ պահը մասնավորապես դեռահասությունն է, երբ նա օգտագործելու է այդ բաժանումը ծնողների միջև իշահ իրեն, որովհետև երեխան խնդիր ունի հասկանալու, թե մինչև որտեղ կգործի այդ սահմանը, որպեսզի նա բավարարի իր կարիքները։ Ու եթե շիկացած են հարաբերությունները եւ դրանք նաեւ դրվում են երեխայի դաստիարակության մեջ, ինչ որ պահի դա լինելու է մեղադրելու թեմա երեխային, որ այ ես ամեն ինչ քո համար արեցի, ես մնացի այդ հարաբերությունների մեջ, իսկ երեխան չունի պատասխանատվություն ձեզ միասին պահելու, յուրաքանչյուրը ինքն է իր կյանքի համար որոշում կայացնում։ Շնորհակալ եմ շատ, ամենայն բարիք ձեզ։ Հաջողություն։ Հարգելի ծնողներ, այսօր մեր ուշադրության կենտրոնում ծնողավարության մոտեցումներն ու մարտավարություններն էին եւ այս երևույթը առհասարակ հետաքրքիր է ինչ նոր մտքեր տվեց այսօր այս քննարկումը ձեզ, խնդրեմ։ Եթե մենք դիտարկենք ընտանիքը որպես աշխատանք, ծնողավարությունը որպես աշխատանք, կարևորագույն աշխատանք մեր կյանքի համար եւ ընտանիքը դիտարկենք որպես թիմ, ինչպես մենք կուզենք մեր թիմը ամուր պահենք, կրթենք եւ որևէ վնասներ չթողնենք, որ պատահի մեր թիմի հետ, պիտի նաեւ ընտանիքի հետ այդպես վարվենք, միշտ հասկանանք, կմռնենք մեր երեխաներին, ինչքան էլ որ դժվար լինի, բոլորս գիտենք, որ մեր համար դա դժվար է լինելու։ Այո, սխալներ անում ենք, անելու ենք, բայց նորմալ է։ Ինձ թվում է իրական ծնողավարման ամենակարևոր երկու կարևոր բաղկացուցիչ մասը դա սերն է։ Սենց կարող է թվա, որ բոլորի համար դա անկալելի է, բայց ինձ թվում է, երբ որ դու սիրում ես քո երեխային, ինք ուղղակի նայում է, թե դու ոնց ես ու այդպես է լինում, շատ ջանք պետք չի գործադրես, որ բան սովորացնես, ու երկրորդը անկեղծությունն է։ Ու հարգանք, անկեղծություն այդ ոնց որ փունջը, հա, ու մնացած ամեն ինչը կստացվի, որտեվ եթե սխալվեցիր, ներողություն կխնդրես, կբացատրես, կհասկանա, կնեղանա, կգնա մի քանի օր չի խոսի, նորմալ է, այդ բոլորը բնական պրոցեսներ են։ Իմ համար երևի թե ամենակարևորը, որ տպավորվեց այսօր, որ պետքա միանշանակ բացառել բռնությունը, որովհետև սիրո, հարգանքի եւ հաղորդակցվելու արդյունքում մենք հասնում են արդյունքին, որը որ տեսականորեն ուզում ենք տեսնել։ Երեխայի վրա, եթե մենք ամեն օրվա ռեժիմով խոսում ենք, գոռում ենք, իր եսն ենք վիրավորում, այդ մենք այսօր 2 կամ 3 տարեկան երեխային չենք վիրավորում ու դրանով չենք ուզում իրեն ինչ-որ բան բացատրած լինենք, այլ իրան ավելի մեծ տարիքում, որովհետեւ 3 տարեկանի վրա գոռալով մենք իրան բերելու ենք, հասցնենք այն կետին, որ ինքը լինելու է 30 տարեկան վախեցած շրջապատին չվստահող մարդ։ Ամենաշատ կետը, որ իմ հետ նաև տպավորվեց ու նաև ես եւ Անին շատ հաճախ փորձում ենք իր զգական իրականացնել, այդ համակորձակցությունն է, որովհետեւ որքան որ ծնողները իրար հետ համակորձակցում են, որքան այդ արդյունքը երեխու հանդեպ շատ ավելի դրական է լինում։ Երեխաներին առնչվող բոլոր գործերում լինի խնամք, կրթություն թե դաստիարակություն, հաջողության բանալին գրեթե միշտ ծնողների հարաբերություններում է։
Երբ ծնողները գործում են որպես թիմ, երբ սահմանում են պարզ կանոններ, իրենք են դառնում ցանկալի վարքի օրինակ։ Ոչ միայն դաստիարակում, այլև վստահության ու ապահովության զգացում են տալիս երեխաներին։ Երջանիկ, ինքնավստահ ու հաջողակ մարդ կերտելու ավելի մարդկային տարբերակ դեռ չի հայտնագործվել։ Սիրելի ծնողներ, շնորհակալ եմ շատ, որ այսօր ծնողական ժողովում էիք։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։